Բարև ձեզ, եթերում հիմնահարցն է, մեր հյուրն է Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ, քաղաքագետ Բենյամին Պողոսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Պողոսյան, Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հրապարակեց իր տարեկան զեկույցը, որտեղ մի շարք սպառնալիքներ եւ վտանգներ էին թվարկված 2026 թվականի համար։ Այդ զեկույցը հակասական գնահատականների արժանացավ մեզանում։ Դուք ինչ կարծիք ունեք, որքանով է այդ փաստաթուղթը արտացոլում այն իրական խնդիրները, որոնց մենք բախվում ենք կամ առաջիկայում պետք է բախվենք։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Տեսեք, առաջին հերթին, եթե համեմատական անցկացնենք նախորդ զեկույցի հետ, եթե ճիշտ եմ հիշում, նմանատիպ զեկույց հրապարակվել է նաև 2025-ի հունվարին։ Այո, այս օրերին։ Կարծես թե դա առաջին զեկույցն էր, ապա իմ գնահատմամբ կա դրական փոփոխություն, որտեղ առաջին զեկույցը գուցե նաև այն պատճառով որ առաջինն էր, այնտեղ, այսպես ասենք, չասեմ թերություններ, բայց առաջին զեկույցը ավելի շատ տպավորություն էր ստեղծում, որ արվել է փորձ ինչ որ բան անելու, սակայն միանշանակ տեղ կար բարելավելու։ Երկրորդ զեկույցը 2026 թվականի հունվարի արդեն ավելի լուրջ փաստաթուղթ է եւ դա ինձ թվում է դրական է, որտեղ ցույց է տալիս, որ այդ կառույցը, որի մասին իհարկե մենք շատ բան չգիտենք օբյեկտիվ պատճառներից ելնելով, ամեն դեպքում դրական առաջընթաց արձանագրել է, եթե համեմատում ենք վերջին 1 տարին։ Հիմա եթե նայենք բուն զեկույցի մասով, տեսեք, հիմնական գնահատականները, որոնք տրված էին զեկույցում, փորձագիտական հանրույթի համար նորություն չեն, եւ ես այսպես կասեի, հիմնականում համապատասխանում են այն ընկալումներին, որոնք կան փորձագիտական հանրույթում։ Օրինակ, տեսեք, այնտեղ նշվում էր, որ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից հետո 2026 թվականին Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը կամ դրա հավանականությունը էականորեն նվազել է։ Ասեմ, որ սա գրեթե բոլոր փորձագետների կարծիքն է, վստահ եմ դուք ինքներդ էլ հետևում եք փորձագիտական դաշտին, նույնիսկ իմ հարցազրույցներում բոլորն էլ գրեթե բոլոր փորձագետները ասում են, որ այո, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Տրամպը նստած է Սպիտակ տանը, իսկ նա այնտեղ լինելու է մինչև 2029 թվականի հունվար, ապա դժվար թե Ալիևը լայնածավալ պատերազմ սկսի, որովհետև դա կարող է Թրամփի կողմից ընկալվել որպես անձնական վիրավորանք, սաբոտաժ նույնիսկ։ Այո, իսկ հաշվի առնելով, այսպես ասենք, Թրամփի անձնական ընկալումները, կյանքի, բիզնեսի, քաղաքականության մասին, բնավորությունը։ Հասկանալի է, որ գրեթե բոլորը չեն ցանկանում խնդիրներ ունենալ նախագահ Տրամփի հետ։ Ասենք, չգիտեմ, գուցե բացառությամբ նախագահ Պուտինի կամ Չինաստանի նախագահ Սիի, ամենայն դեպս նախագահ Ալիևը հաստատ այդ թվում չէ։ Եվ այստեղ այո, ակնհայտ է, որ գրեթե բոլոր փորձագետները պնդում են հետեւյալը, որ այո, առաջիկա ոչ միայն 2026-ին, այլ նույնիսկ առաջիկա 3 տարիների ընթացքում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է։ Եթե նայենք ուկրաինական պատերազմի մասին գնահատականը, որ դժվար թե 2026 թվականին պատերազմը ամբողջությամբ կանգ առնի կամ լինի համապարփակ լուծում, այստեղ եւս թե հայ եւ թե նաեւ միջազգային փորձագետները համաձայն են, որովհետեւ իրոք Ուկրաինա եւ Ռուսաստանի պատկերացումները համապարփակ լուծման մասին տրամագտորեն հակառակն են։ Այն ինչ ընդունել է Ռուսաստանի համար, ընկալվում է որպես բացարձակ կապիտուլյացիա Ուկրաինայի կողմից, այն ինչ ընդունել է Ուկրաինայի եւ եվրոպական պետությունների համար, ընկալվում է որպես բացարձակ կապիտուլյացիա Ռուսաստանի կողմից։ Հետևաբար այս համատեքստում դժվար է պատկերացնել, որ կլինի որևէ համապարփակ լուծում։ Իհարկե չեն կարող բացառել, որ կողմերից մեկը փաստացի ստիպված գնա կապիտուլյացիայի։ Այս դեպքում իհարկե շատ ավելի հավանական է, որ Ուկրաինան, որտեղ վերջին 2 տարիներին մենք տեսնում ենք, որ ամեն դեպքում իրավիճակը գնալով Ուկրաինայի համար բարթանում է։ Սակայն եթե Ուկրաինան չի հասնում այն կետին, երբ ստիպված է ստորագրել կապիտուլյացիա, ապա այո, համապարփակ լուծում դժվար լինի։ Այնտեղ կան նաև ռիսկերի գնահատում կապված արհեստական բանականության հետ, որ այո, ռազմական գործողությունների բնույթը էականորեն փոխվում է, արհեստական բանականությունը, դրոնները եւ այլն գնալով ավելի մեծ դեր են կատարում ռազմական գործողությունների մեջ, այստեղ եւս, այսպես ասեմ, եթե նայենք փորձագիտական գնահատականները միջազգային եւ նաեւ տեղական, գրեթե բոլորը այս մասին ասում են։ Հետեւաբար ընդհանուր առմամբ ինձ թվում է, որ այո, զեկույցը կամ գնահատված ռիսկերը եւ դրանց հավանականությունը, ընդ որում կարեւոր է նաեւ, որ այստեղ ընդունվել է նոր արևմտյան մեթոդաբանություն, եթե ուշադրություն եք դարձրել, ռիսկերի հավանականությունը գնահատված էր 7 տարբեր չափանիշներով, չէ՞, ծայրահեղ քիչ հավանական 10%-ից քիչ, եթե հիմա թվերը ճիշտ եմ հիշում, այդպես գալիս էր 15-20%, 20-35, 50-ից 35-50, 50+ եւ արդեն 70-80+, սա եւս ինձ թվում է մեթոդաբանորեն ճիշտ քայլ է, որովհետեւ հսկայական զեկույցներ կան, որ մարդիկ ասում են, որ այսինչ բանը քիչ հավանական է կամ շատ հավանական է, բայց հստակություն չկա, ինչ է նշանակում քիչ եւ շատ։ Այս զեկույցում փորձեր արված այս քիչ եւ շատը ինչ որտեղ տեղավորել տոկոսային հարաբերության մեջ, որ եթե մենք ասում ենք, որ սրա հավանականությունը չափից դուրս քիչ է, ամեն դեպքում դա 0 չի։ Դա նշանակում է, որ հավանականությունը 10%-ից քիչ է, այսինքն
լիովին չենք բացառում, բայց հավանականությունը շատ քիչ է։ Դրա համար ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ զեկույցը ընդհանուր առմամբ արտացոլում է միջազգային եւ նաեւ ես կասեի հայկական փորձագիտական դաշտի գնահատականների մեծ մասը Հայաստանի Հանրապետության արժեվ կանգնած ռիսկերի հետ կապված։ Շատերը մտածում են, որ չափազանց հպանցիկ էր ցանկացած խնդրի անդրադարձը։ Շատ այսպես հակիրճ էր ու շատ մակերեսային էր նույնիսկ։ Չկային խորքային վերլուծություններ, փաստերի ուսումնասիրություն, տարբեր սցենարների համադրում, տարբեր սցենարների վրա հիմնված տարբեր վերլուծություններ։ Հետախուզության փաստաթուղթը այսպեսին պետք է լինի, թե այս պետք է ավելի ինքը խորքային լիներ եւ ավելի համապարփակ լիներ։ Տեսեք, կարծում եմ, որպես հրապարակային փաստաթուղթ ինքը մոտավորապես պետք է լիներ այսպեսին։ Ես կարող եմ միայն ենթադրել, որ գուցե ես նախ գրեթե վստահ եմ, որ այս փաստաթուղթը ծնվել է հետազոտությունների հիման վրա, այսինքն կա շատ ավելի մեծ ծավալի նյութ, որը մշակվել է եւ այդ մեծ ծավալի նյութի մշակման եւ ֆիլտրման արդյունքում ստեղծվել է այս բաց փաստաթուղթը։ Կարող եմ միայն ենթադրել, որ գուցե կա նաեւ փակ փաստաթուղթ, որը հասանելի է միայն համապատասխան պաշտոնյաներին, որտեղ գուցե այս ամեն ինչը շատ ավելի բաց ձևով ներկայացված է։ Սակայն տեսեք, եթե օրինակ մենք նայենք նույն ԱՄՆ հետախուզական հանրույթի այսպես կոչված Intel Community, այնտեղ էլ կա Annual Risk Assessment եւ ամեն տարի Միացյալ Նահանգների այդ հետախուզական հանրույթը եւս հրապարակում է ռիսկերի գնահատականը։ Ապա այնտեղ եւս հավատացնում եմ դες, գրեթե ծավալն էլ մոտավորապես նույնն է, այլ մոտավորապես 20-30 էջանոց փաստաթուղթ է։ Այս զեկույցը կարծես էլի գրեթե 30 էջ էր, այնպես որ որպես բաց զեկույց, այնինչ պետք է ներկայացվի հանրությանը, եւ իհարկե մենք նաեւ վստահ ենք, որ այս զեկույցը բնականաբար ընթերցելու են թե Ադրբեջանում, թե Թուրքիայում եւ թե շատ այլ պետություններում դիվանագետներ, որոշում ընդունողներ, նույն հետախուզական ծառայության ներկայացուցիչներ, կարծում եմ որպես բաց զեկույց, այն քիչ թե շատ տեղավորվում է այն զեկույցների շրջանակում, որոնք սովորաբար հատուկ ծառայությունները, իսկ արտաքին հետախուզական ծառայությունը ինքնին հատուկ ծառայության մաս է կամ այսպես ասած համակարգի մի մաս, այս առումով կարծում եմ, որ այո, ինքը ընդհանուր առմամբ պետք է լիներ մոտավորապես այսպեսին։ Ինչքանով ես եմ նայում այլ պետությունների հատուկ ծառայությունների կողմից հրապարակված բաց զեկույցներին, որևէ մեկը հարյուրավոր էջանոց փաստաթղթեր, բարձ սցենարային վերլուծություններ եւ այլն չի տալիս։ Պարոն Պողոսյան, զեկույցի մեջ մեզ համար ամենազգայուն թերևս բաժիններից մեկը հենց Ադրբեջանի հետ կապված այդ բաններ, հատվածներ, որտեղ մտահոգություն են հայտնում, զեկույցի հեղինակները մտահոգություն են հայտնում այսպես կոչված արևմտյան Ադրբեջան եզրույթի եւ արևմտյան ադրբեջանցիների վերադարձ այդ բառակապակցության վրա եւ նշվում է, որ Բաքվում հենց իշխանությունների մակարդակով այդ քաղաքականությունը բավականին ակտիվացել է, ճիշտ ասած ինձ համար մի քիչ տարօրինակ էր այս հատվածների ներառումը, այս խնդրի ներառումը զեկույցի մեջ, այն իմաստով, որ վերջին ամիսներին հատկապես Վաշինգտոնյան պայմանավորվածություններից, հռչակագրից եւ պայմանագրի նախաստորագրումից հետո չափազանց լավատեսական էին մեր քաղաքական իստեբլիշմենտի գնահատականները Ադրբեջանի հետ կապված։ Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ շեշտվում էր, որ արևմտյան Ադրբեջանը անընդունելի է, սպառնալիք եւ այլ, բայց որ այն պետք է զետեղի այս զեկույցում մի քիչ նույնիսկ զարմանալի էր։ Իսկապես մեր քաղաքական իշխանությունը գիտակցում է, հասկանում է, որ սա լուրջ խնդիր է, թե սա պարզապես քաղաքական դիվանագիտական ժեստ էր, եւս մեկ անգամ այս մեսեջը հասցնելու Բաքվին, որ սա մեզ համար անընդունելի է։ Ինչու եմ սա հարցնում, որովհետև մի շարք հանդիպումներ են եղել վերջին ամիսների ընթացքում բարձրագույն մակարդակով եւ միշտ ինձ եւ շատերին հետաքրքիր է այս խնդիրները նմանաբնույթ կնճռոտ հարցերը այդ հանդիպումների ժամանակ չեն բարձրացվում, ինչու չեն բարձրացվում կամ եթե բարձրացվում են, ինչ պատասխան ենք մենք ստանում ու ինչի հետևանքով է որ մենք ստիպված ենք լինում սա ներառել այս փաստաթղթի մեջ։ Ես համաձայն եմ, որ եթե համեմատենք քաղաքական ղեկավարության գնահատականների հետ, սկսած 2025 թվականի օգոստոսի 8-ից, որ խաղաղությունը հաստատված է եւ այլն, եւ մենք շատ հաճախ տեսնում ենք նաեւ քաղաքական ղեկավարության կողմից հրապարակային նույնիսկ շնորհակալություններ Արևան պետության նախագահին, նկատի ունեմ Իլհամ Ալիևին, խաղաղության հասնելու կամ չգիտեմ տրանզիտը թույլ տալու կամ ադրբեջանական բենզինի վաճառք թույլ տալու։ Դերվեց նման վերջին ապացույցը դա մոտ 2 օր առաջ Դավոսում տեղի ունեցած քննարկումներ, որին մասնակցում էին Հայաստանի նախագահ, Ադրբեջանի նախագահը։ Մենք տեսանք, որ Հայաստանի նախագահը եւս հիմնականում, այսպես ասենք, կրկնում էր Ադրբեջանի նախագահի թեզերը կամ ասում էր ես ավելացնելու բան չունեմ, լրիվ համաձայն եմ։ Այո, կա որոշակի տարբերություն քաղաքական ղեկավարության հրապարակային գնահատականների եւ այս զեկույցում, որը նույնպես հրապարակային է։ Հիմա սա ինչով կարող է պայմանավորված լինել։ Ակնհայտ է, որ արտաքին հետախուզության ծառայությունը ենթարկվում է քաղաքական ղեկավարությանը, բնականաբար։ Եվ ես կարող եմ ենթադրել, որ բաց մասի հրապարակումը առնվազն համաձայնեցված է եղել անվտանգության խորհրդի կամ առնվազն վարչապետի աշխատակազմի հետ,
Եթե օրենսդրորեն ճիշտ եմ հիշում, կարծես հենց վարչապետն էլ ուղղակի հանդիսանում է այս ծառայության, այսպես ասենք, անմիջական վերադասը։ Սա ինչի մասին կարող է խոսել։ Ինձ թվում է թերևս երկու բան։ Գիտեք նաև որ զգալի քննադատություն կար երկրի ներսում, որ փաստացի քաղաքական ղեկավարությունը անտեսում է այն սպառնալիքները, որ Ադրբեջանի կողմից կան, կամ այսպես ասենք Ադրբեջանին նայում է վարդագույն ակնոցներով։ Տարբերակ համար 1 այս տարբերության բացատրության, այսպես ասենք ուղերձ ներքին հասարակությանը, սկսած փորձագիտական շրջանակներից վերջացած շարքային վիճակագրական քաղաքացիներին, որ այո, մենք միայն վարդագույն ակնոցներով չէ որ Ադրբեջանին նայում ենք, եւ եթե հրապարակային այսպես ասենք շնորհակալություն ենք հայտնում նախագահ Ալիևին, դա դիվանագիտական ժեստ է, որպեսզի, չգիտեմ, գործընթացը չխաթարվի կամ Հայաստանը ընկալվի որպես կառուցողական պետություն, բայց իրականում մենք հասկանում ենք, որ այո, Ադրբեջանում դեռևս կան, այսպես ասած, պետության կողմից հովանավորվող կամ պետության կողմից առաջ մղվող հայեցակարգեր, որոնք լուրջ սպառնալիք են։ Սա առաջին բացատրություն, երկրորդ բացատրություն, որ սա նաև ազդակ է միջազգային հանրությանը, հատկապես այն գործընկերներին, ովքեր ներգրաված են խաղաղության գործընթացի այս փուլում, հասկանալի առաջին հերթին Միացյալ Նահանգներ եւ Եվրոպական միություն, որ մենք հասկանում ենք ինչ է կատարվում եւ սա վտանգում է այն գործընթացը, որը դուք եք առաջ մղում, որը նաև ձեր շահերից է բխում։ Հետեւաբար ինչ որ քայլեր ձեռնարկեք կամ մեսիջներ փոխանցեք Ադրբեջանին, որ այս կոնցեպտների ինտենսիվ առաջմղումը կարող է վտանգել խաղաղության գործընթացը։ Սա բացատրություն համար 2 եւ բացատրություն համար 3, գուցե նաև ինչ որ մեսիջ Ադրբեջանին, որ ամեն դեպքում չնայած այսպես ենք հրապարակային մասում մենք հիմնականում շատ դրական ենք խոսում Ադրբեջանի եւ Ադրբեջանի ղեկավարության մասին, շնորհակալություն ենք հայտնում, սակայն մենք նաև հասկանում ենք դուք ինչ եք անում։ Իսկ հնարավոր է որ այս 3 բացատրությունները միասին են, այսինքն իմ նշած 3 պատճառները այնպես չի որ մեկը մյուսին բացառում են։ Իսկ հնարավոր է որ սրա թիրախը թե Հայաստանի ներքին հասարակությունները փորձագիտական դաշտը, թե միջազգային գործընկերները, ովքեր այս խաղաղության գործընթացը առաջ են մղում, եւ թե նաև Ադրբեջանի ղեկավարությունը։ Իսկ այն հարցին թե այսպես ասենք հանդիպում փակ մասում հանդիպումների, երբ օրինակ վարչապետը հանդիպում է Ադրբեջանի նախագահի հետ, որտեղ չկան լրագրողներ, կան միայն ընդամենը մի քանի հոգի կամ գուցե հանդիպումը աչքառաչք է։ Այս հարցերը քննարկվում են, ինչ արձագանքի են արժանանում Ադրբեջանի նախագահի կողմից, բնականաբար ասել է շատ դժվար է, այսինքն անհնար է ասել այդ հարցին պատասխանելը մեզ կտանի մի փոքր դեպի սպեկուլյատիվ դաշտ, որտեղ ես ընդամենը կարող եմ ենթադրություններ անել, որոնք կարելի ասել հենված չեն լինի փաստական հիմքի վրա։ Այս զեկույցի ֆոնին հենց նույն Ալիևի հայտարարությունը Դավոսում նա ասաց, որ Հարավային Կովկասը թևակողմ է զարգացման նոր փուլ եւ նաեւ խոսում է Հայաստանի հետ առևտրային կապերի ակտիվացման մասին, հայտարարում է, որ Հայաստանից, որ Բաքուն թույլատրել է, որ Հայաստանից ապրանքներ արտահանվեն իր տարածքով դեպի արտաքին շուկա, այս ինչպես կարելի է սա համատեղել, երբ որ մենք խոսում ենք մի կողմից սպառնալիքների եւ մեզ սպառնացող նարատիվների մասին, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք վիզուալ, տեսնում ենք այսպես հրապարակային հայտարարություններ, որոնք կարծես թե հերքում են այս սպառնալիքը։ Տեսեք, նախ ընդհանրապես հիմա աշխարհը գնալով ապրում է կիսավիրտուալ իրականության մեջ, որտեղ կա իրականություն եւ կա ստեղծված իրականություն։ Իմ գնահատմամբ, ինչքանով ես հետևում եմ Ադրբեջանին, իսկ ես հայ-ադրբեջանական հակամարտությամբ քիչ թե շատ մասնագիտորեն զբաղվում եմ, ես կասեի առնվազն 17-18 տարի, այսինքն հետադարձ հայացք նետելով, ես հիշում եմ ինչպես էին մենք դեռևս վերլուծում նորացված մադրիդյան սկզբունքները, Կազանի հանդիպումը, Կազանից հետո ինչ տեղի ունեցավ 14-16 թվականների գնալով աճող էսկալացիան, ապրիլյան պատերազմ եւ այլն։ Դիվերսիոն պատերազմները, այո, այդ բոլորը ի վերջո 2020, 2022, 23 եւ այլն։ Հիմա ինչքանով ես եմ պատկերացնում եւ եթե այսպես ասեմ, ես ինքս ինձ դնեի Ադրբեջանում որոշում ընդունողների տեղը, կամ փորձեի ինչքանով դա հնարավոր է, ապա իմ գնահատմամբ Ադրբեջանը շահագրգռված չէ ունենալ քիչ թե շատ կենսունակ զարգացած կամ զարգացող Հայաստան պետություն։ Ընդհակառակը Ադրբեջանը եւ կարծում եմ նաեւ էական չափով նաեւ Թուրքիան, բայց եկեք կենտրոնանանք Ադրբեջանի վրա։ Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի Հայաստանը լինի հնարավորինս թույլ պետություն, որպեսզի որևէ ձևով, որևէ ժամանակ, ոչ հիմա, ոչ 5 տարի հետո, ոչ 15 տարի հետո, Հայաստանը չկարողանա, այսպես ասենք, նույնիսկ մտածել այն մասին, որ կարելի է հետ բերել այն կորուստները, որոնք մենք ունեցել ենք 2020-23 թվականին։ Եվ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ։ Այո, ներկայիս իշխանությունները հայտարարում են, որ այդ էջը փակված է, եւ նրանք հայտարարում են, որ բոլոր նրանք, ովքեր ասում են, որ էջը փակված չէ, փաստացի նոր պատերազմ են ցանկանում, որտեղ ակնհայտ է, որ Արցախը դժվար թե հնարավոր լինի Ադրբեջանին համոզելով հետ բերել։ Այո, բայց հիմա սա ասում է այս կառավարությունը, հիմա ինչ կառավարություն կունենա Հայաստանը 2040 թվականին, գուշակելը գրեթե անհնար է։ 2040 թվականին ինչպեսին կլինի տարածաշրջանային միջազգային իրադրությունը, ընդհանրապես անհնար է գուշակել, նույնիսկ անհնար է գուշակել ինչպեսին կլինի այդ իրադրությունը 1 տարի անց, ու մնաց 15 տարի անց։ Արդյոք ինչպեսին կլինի Ադրբեջանի տնտեսական վիճակը,
երբ որ նավթի արդյունահանումը եւ արտահանումը գրեթե կմոտենա 0-ի, այդ պայմաններում ինչպեսին կլինի Ադրբեջանի հնարավորությունները ռազմական բյուջեի եւ այնի հետ կապված։ Այսինքն այս բոլոր հաշվարկներից ելնելով Ադրբեջանը իմ գնահատմամբ ամեն ինչ անելու է, որ Հայաստանը հնարավորինս երկար ժամանակ ցանկալի ընդմիշտ լինի հնարավորինս թույլ պետություն, որովհետեւ այնինչ Ադրբեջանը կարողացավ այնինչին Ադրբեջանը կարողացավ հասնել 2020-23 թվականին, դա այսպես ասած մնա անփոփոխ հնարավորինս երկար առնվազն տասնամյակներ։ Հիմա այս տրամաբանության մեջ, եթե մենք ընդունում ենք իմ տրամաբանությունը, որ Ադրբեջանը բացարձակ շահագրգռված չէ տեսնել զարգացող, զարգացած, կենսունակ ուժեղացող Հայաստան, ապա հասկանալ է, որ Ադրբեջանը դժվար թե ցանկանա, որ Հայաստանը լինի օրինակ խոշոր տարանցիկ պետություն կամ տարանցիկ ճանապարհների կամ միջանցքների կամ ուղիների անդամ, նկատի ունեմ թե հյուսիս-արավ եւ թե արևելք-արևմուտք։ Բնականաբար ոչ։ Բնականաբար Ադրբեջանը միշտ կցանկանա, որ Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակը մնա համեմատաբար լարված։ Ադրբեջանն է, որտեղ դրանով նաև ինչ որտեղ կխթանվի Հայաստանից արտագաղթը, եւ կարծում եմ Ադրբեջանը միշտ կցանկանա նաև պահել այդ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը, որտեղ ըստ Ադրբեջանի պատկերացման արտագաղթը պատճառ է ոչ միայն սոցիալ-տնտեսական բարդությունների, այլև արտագաղթը պատճառ է նրա, որ շատերը չեն ցանկանում երկարաժամկետ ապրել մի երկրում, որտեղ ցանկացած պահի կամ մի քանի տարի անց կարող է սկսվել պատերազմ։ Հիմա սա իմ գնահատմամբ Ադրբեջանի ռեալ իրական շահերն են, բայց մյուս կողմից հասկանալի է, որ Ադրբեջանը նաև միջազգային հանրություն, Միացյալ Նահանգներ, Եվրամիություն, ովքեր ուզում են խաղաղություն իրենց շահերի ելնելով։ Հիմա եթե դու նրանց գնաս ասես, իսկ որպեսզի լինի քիչ թե շատ կայուն իրավիճակ, ամեն դեպքում Հայաստանը պետք է ինչ-որ ձևով ներգրավի տարածաշրջանային process-ների մեջ։ Չի կարող Հայաստանը մնալ ամբողջովին մեկուսացված եւ Հարավային Կովկասում լինի երկարաժամկետ կայունություն։ Հիմա Ադրբեջանի նախագահը չի կարող գնալ Միացյալ Նահանգներ, չի կարող գնալ Եվրամիություն եւ ասել, որ ոչ, ես ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանը լինի թույլ եւ հնարավորինս մեկուսացված պետություն, որովհետեւ ես չեմ ցանկանում, որպեսզի 20 տարի հետո Հայաստանը կարողանա նույնիսկ մտածել Արցախը հետ վերելու մասին։ Նման բաներ եթե Ադրբեջանի նախագահը ասի, հավատացում եմ դες արձագանքը կլինի շատ կոշտ։ Դրա համար Ադրբեջանի նախագահը փորձում է ստեղծել մի այսպես ասած վիրտուալ իրականություն հիմնականում արևմտյան գործընկերների համար, որ այո, Ադրբեջանը խաղաղասեր պետություն է, եւ եթե դուք նայում եք Ալիևի խոսույթը, նա ինչ է ասում, չէ՞, ես հաղթեցի պատերազմում, ես հաղթեցի խաղաղությունը։ Նա ասում է, որ խաղաղության գործընթացը սկսել է Ադրբեջանը 2022 թվականին, խաղաղության պայմանագրի նախագիծը պատրաստել է Ադրբեջանը, այսպես ասենք, ամեն ինչ փորձում է այնպես ցույց տալ, որ արդյունքում լինի տպավորություն, որ Ադրբեջանը այն պետությունը չէր, որ 3 տարում 3 պատերազմ է սկսել, նկատի ունեմ 20 թվական, 22 սեպտեմբեր եւ 23, այլ ստեղծի տպավորություն, որ ընդհակառակը մենք պետք է Ադրբեջանին շնորհակալություն հայտնենք, որ հիմա Հարավային Կովկասում ստեղծվում է խաղաղություն։ Հետեւաբար այս բոլոր հայտարարությունները ուղղված արտաքին աշխարհին դա, այսպես ասենք, այդ վիրտուալ կամ կիսավիրտուալ իրականություն ստեղծելու փորձն են, գոնե իմ գնահատմամբ։ Պարոն Պողոսյան, իշխանությունների քայլերը Ադրբեջանի հետ կապված ընդդիմության եւ ոչ քաղաքական ուժերի, բայց դարձյալ ընդդիմախոսների կողմից ընկալվում են որպես վտանգավոր եւ մտածում են այդ օպոնենտները մտածում են, որ այդ քայլերը տնտեսության մեջ, էներգետիկայի ոլորտում, նավթամթերքների ոլորտում եւ այլ տրանզիտի ոլորտում ի վերջո կարող են բերել Ադրբեջանից միակողմանի կախվածության։ Ձեր կարծիքով այդ վտանգ կա, թե ամեն դեպքում իշխանությունները հասկանում են, որ պետք է շարունակել աշխատել այն մյուս պետությունների, հարևանների եւ ոչ հարևանների, այն մյուս բևեռների հետ, որոնց միջոցով նրանք կարողանան չեզոքացնել Ադրբեջանից եկող վտանգը, նույն Իրանի հետ, Ռուսաստանի հետ։ Ես իհարկե կդժվարանամ պատասխանել ինչ են մտածում իշխանությունները, դերևս չեմ էլ կարող, այդ դրա մասին կարող են իշխանությունները իրենք պատասխանել, բայց ինչքանով ես եմ պատկերացնում, գոնե այս վերջին ինտենսիվ քայլերը, այսպես ասենք, Ադրբեջանի տնտեսական ինչ-որ համագործակցության, գիտեք, Ադրբեջանի տարածքով այլ պետություններից ապրանքների ներմուծում, Ադրբեջանում արտադրված ապրանքների, մասնավորապես բենզին, դիզվառելանյութ, վաճառք Հայաստանում, եւ հիմա կարծես թե Հայաստանը դիմել է Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանի տարածքով հնարավորություն ունենանք Հայաստանում արտադրված ապրանքները տարանցել Ռուսաստան կամ գուցե այլ պետություններ։ Իմ կարծիքով գոնե այս փուլում սրանք հիմնականում կապված են ավելի շատ ներքաղաքական են եւ կապված են մոտ 5 ամսից մեզ սպասվող կամ 4.5 ամսից սպասվող ընտրությունների հետ։ Բոլորս ենք հասկանում, որ իշխանությունների հիմնական հաղթաթուղթը կամ գոնե երկու հիմնական հաղթաթղթերից մեկը լինելու է հաստատված խաղաղությունը։ Եվ այս տրամաբանության մեջ ինչքան շատ, չգիտեմ, ռուսական, ղազախական կամ որևէ այլ պետության ապրանք գա Ադրբեջանի տարածքով, որը գուցե նաև կբերի գների որոշակի անկման, նույն բենզինի շուկայում մենք տեսանք, որ ոչ միայն ադրբեջանական բենզինը ավելի էժան, այլ տեղերից ներկրվող բենզինի գինը մոտ 5-7-10%-ով նվազեց։ Եթե հիմա Հայաստանը սկսի արտահանել Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան եւ օրինակ տրանսպորտային ծախսերի նվազեցման պատճառով մեր ապրանքները մի փոքր ավելի մրցունակ դառնան ռուսաստանյան շուկայում, բնականաբար իշխանությունները ասելու են տեսեք,
իրոք խաղաղությունը հաստատված է, եթե չլիներ խաղաղություն, ապա Ադրբեջանը այս ամեն ինչը չէր անի, եւ B խաղաղությունը օգուտներ է բերում։ Այսինքն դա ոչ միայն ինչ որ տեսական կոնցեպտ է, որ խաղաղությունը հաստատված, այլ տեսեք յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի, չգիտեմ, ամեն մարդ որ ունի սեփական մեքենա լցնում է բենզին կամ չգիտեմ այլ ապրանք է գնում, արդեն ամեն ամիս կարող է օրինակ ֆինանսապես հաշվել խաղաղության օգուտը, որ ենթադրենք այս ամիս ես իմ ընտանեկան ծախսերը նվազեց 10%-ով, որովհետև արդեն հաստատված է խաղաղություն, հետեւաբար եկեք քվեարկենք գործող իշխանության օգտին, որպեսզի խաղաղությունը շարունակվի եւ գուցե այդ 10% խնայողությունը դառնա 20% կամ 25%։ Հիմա ինչ կլինի 2026 թվականի հունիսից հետո, եթե ընդունենք, որ կառավարությունը կամ քաղաքացիական պայմանագիրը պահպանում է իր իշխանությունը, երկու սցենար կա։ Կամ այս process-ները կշարունակվեն, բայց մի քիչ ավելի դանդաղ տեմպերով, որտեղ արդեն, այսպես ասենք, այդ հիմնական խնդիրը ընտրությունների հետ կապված խաղաղության հաստատման թեզի ապացուցման կնվազի, սակայն ես չեմ կարող բացառել, որ նաև այս process-ները նույնիսկ ավելի կինտենսիվանան, սա արդեն կապված է այն հանգամանքի հետ, թե վերջին հաշվով ի վերջո, եթե Հայաստանը կամ կառավարությունը որոշի, որ ամեն դեպքում այո, Ռուսաստանից տնտեսական կախվածությունը չափից դուրս մեծ է եւ այդ կախվածությունը անհնար է հաղթարել առանց Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքները օգտագործելու կամ նրանց հնարավորությունները օգտագործելու, ապա ես չեմ բացառում, որ այս գործընթացը նաեւ նույն ինտենսիվությամբ կամ գուցե ավելի ինտենսիվությամբ շարունակվի 26 թվականի հունիսից հետո, բայց նաեւ կա տարբերակ, որ 26 թվականի հունիսից հետո երբ որ արդեն այսպես ասենք այդ հիմնական խնդիրը կարճաժամկետ լուծված կլինի եւ իշխանությունները իրենց դիրքը կպահպանեն, հնարավոր է այս գործընթացում մենք որոշ պասիվություն տեսնենք։ Ըստ մեր արտաքին հետախուզական ծառայության զեկույցի, այնտեղ նաեւ թրիփի մասին բաժին կա եւ մի այսպեսի միտք են այնտեղ նշում, որ 26 թվականին մեծ հավանականությամբ կակտիվանան թրիփի ուղի նախագծի վրա ազդեցություն ունենալու հիբրիդային գործողությունները։ Պարոն Պողոսյան, սա մի քիչ վիճելի պնդում չէ այն իմաստով, որ ցանկացած քննադատող հայտարարություն թրիփի մասով, թեկուզ անկեղծ մտահոգություն, անկեղծ քննադատություն, ոչ թե ինչ որ այսպես շահերով պայմանավորված կողմնակի, իշխանությունները կարող են ընկալել հիբրիդային հարձակում։ Մի քիչ թյուր եւ աղավաղված ընկալում ու պատկերացում չի սա, եւ քաղաքական շահարկման մոտիկ։ Տեսեք, այստեղ երկու բան պետք է տարբերակենք։ Եթե խոսքը վերաբերում է ներհայաստանյան Հայաստանյան քննադատության մասին կամ քննարկումներին, ապա իհարկե սա մի փոքր վտանգավոր պնդում է եւ ընդհանրապես ասեմ, միակ բանը, որ իմ համար մի փոքր տարօրինակ էր զեկույցում, դա չափից դուրս մեծ հատվածներ այդ հիբրիդային սպառնալիքների, չափից դուրս շատ ներքաղաքական կոնոտացիայով։ Եթե այս ոչ լրիվ հայկական բառը օգտագործեմ, որովհետեւ կարծես ինչ որ կարմիր թելի պես գծով անցնում էր այն գիծը, որ ընդդիմությունը, որ հիմա 26 թվականի հունիսին մասնակցելու է ընտրությանը եւ փորձելու է գալ իշխանության եւ հեռացնել իշխանությունից քաղաքացիական պայմանագրին, ապա դա գրեթե ներկայացնում է որպես հիբրիդային սպառնալիք կամ հիբրիդային պատերազմ։ Ինչը իմ կարծիքով արտաքին հետախուզական ծառայության զեկույցում ներգրավելը մի փոքր ներքաղաքական ենթատեստ է տալիս, որը թվում է թե այս ծառայությունը պետք է լրիվ դուրս մնա ներքաղաքական գործընթացներից։ Հիմա, եթե խնդիրը նա է, որ ցանկացած քննադատություն թրիփի հետ կապված Հայաստանի ներսում ընկալվելու է որպես հիբրիդային սպառնալիք կամ որպես արտաքին ուժերի պատվեր, որը ելի Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմի մաս է, սա նորից եմ ասում, մի փոքր վտանգավոր թեզ է։ Մի տեսակ ավտորիտարացման տանող ցանկացած այդ դեպքում ստացվում է, որ ցանկացած ընդդիմություն ավտոմատ կընկալվի որպես հիբրիդային սպառնալիք, ինչը կարող է արդարացնել այդ ընդդիմության դեմ պայքարը եւ սա չեմ կարծում մեզ որևէ լավ տեղ կտանի։ Մյուս կողմից, նորից եթե մի բան մոռանանք հիբրիդայինը, ակնհայտ է, որ նույնիսկ ոչ հիբրիդային աշխարհում Ռուսաստանի եւ Իրանի համար այս նախագիծը չափազանց մտահոգիչ է։ Ռուսաստանի համար մտահոգիչ է, որտեղ փաստացի այն գործառույթը, որ պետք է Ռուսաստանը իրականացներ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության 9-րդ կետով, նկատի ունեմ Ռուսաստանը պետք է ներգրաված լիներ այս ճանապարհների բացման եւ ինչ որ չափով վերահսկման մեջ, փաստացի 2025 թվականի օգոստոսին Ռուսաստանի դերը փոխարինվեց Միացյալ Նահանգներով։ Հիմա ասել, որ դա Կրեմլին մեծ հաճույք է պատճառելու, որ հետխորհրդային տարածքում, որը ընկալվում է Ռուսաստանի կողմից որպես իր շահերի բնական գոտի, Ռուսաստանի փոխարինումը Միացյալ Նահանգներով պետք է ռուսներին ուրախություն պատճառի, բնականաբար ոչ։ Հետևաբար տրամաբանությունը հուշում է, որ այո, ռուսները ողջավորված չեն այս թրիփով, եւ եթե թրիփը սկսի ռեալ իրականանալ, առայժմ մենք ոչ հնարավորություն ենք տեսել, ոչ էլ նույնիսկ այդ կազմակերպությունն է ստեղծվել։ Բայց եթե ռուսները տեսնեն, որ ռեալ թրիփը իրականանում է, օրինակ արդեն գրանցվել է այդ հայ-ամերիկյան կազմակերպությունը, չգիտեմ 74-26% եւ այլն, պարզ է, որ ռուսները ըստ իմ տրամաբանության ամեն ինչ անելու են, որ այս թրիփի զարգացումը թույլ չտան, կամ իրանք ներգրավեն թրիփում որպես մաս, կամ ընդհանրապես փորձեն թրիփը կանխել։ Նույնն էլ Իրանի պարագայում։ Հիմա 2025 թվականի հունիսին Միացյալ Նահանգները ռազմական հարվածներ հասցրեց Իրանին։ Միացյալ Նահանգները ամբողջովին Իսրայելին աջակցում է Իրանի դեմ մղվող տարատեսակ պայքարում եւ գիտեք
շատ քննարկումներ կան եւ գնահատականներ, որ Իրано-իսրայելական հաջորդ պատերազմը շատ հավանական է որ լինի նույն 2026 թվականին եւ ելի Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական ներգրավմամբ։ Հիմա այս պայմաններում բնական է, եթե դուք, այսպես ասենք, ամերիկացիներին բերում եք Հայաստան-Իրան սահմանի երկայնքով, նույնիսկ անկախ ձևաչափից դա կլինի կազմակերպություն եւ այլն, բայց փաստը որ լինելու է ամերիկյան ներգրավվածություն։ Ակնհայտ է, որ դա Իրանին լուրջ մտահոգություն է պատճառելու։ Հիմա տրամաբանությունը հուշում է, որ եթե թրիփը իրականանա այնպես ինչպես նախատեսված է, առանց որևէ փոփոխության, դա լուրջ մտահոգություն է ստեղծելու Ռուսաստանի եւ Իրանի մոտ եւ բնականաբար առաջ է բերելու պատասխան ռեակցիա, որպեսզի այդ իրավիճակը փոխվի։ Հիմա թե ինչպեսին կլինի այդ պատասխան ռեակցիան, ես չի ցանկանա ենթադրությունների մեջ մտնել, բայց ամեն դեպքում տրամաբանական է, որ այո, Ռուսաստանը եւ Իրանը գոհ չեն թրիփի ստեղծումից, Ռուսաստանը եւ Իրանը գոհ չեն, որ Հայաստանի Հանրապետությունում եւ առավել եւս Հայաստան-Իրան սահմանին, որը իդեպ նաեւ միակ ցամաքային սահմանն է Եվրասիական տնտեսական միություն Իրան, հայտնվում են ամերիկացիներ։ Իդեպ Իրանի հետ կապված մի իրադարձություն վերջերս տեղի ունեցավ, երբ որ Իրանի նորանշանակ դեսպանը փաստացի քննադատեց բավականին թափանցիկ քննադատեց մեր իշխանություններին այդ հակակառավարական ցույցը նրանց դեսպանատան մոտ թույլատրելու համար։ Իհարկե մեր ԱԳՆ-ն պատասխանեց, սակայն դրանից օրեր անց մենք տեսանք, որ հերթական ցույցի ժամանակ մեր ոստիկանությունը թույլ չտվեց, երթի անցկացումը թույլ չտվեց, այսինքն ու նույնիսկ սոցցանցերում ես մի քանի քննադատական գրառումներ տեսա, որ իշխանությունները, Հայաստանի իշխանությունները փաստացի ենթարկվեցին Իրանի պահանջին եւ մոտարապես տրամաբանություն այն էր, թե ուր է ձեր ասած ինքնիշխանությունը։ Այսինքն մենք ամեն դեպքում տեսնում ենք Երևանի ցանկությունը չփչացնել հարաբերությունները Թեհրանի հետ, նույնիսկ Իրանի համար այս դժվարին հատվածում, դժվարին ժամանակահատվածում։ Առողջ դատողությունը հուշում է, որ Հայաստանը պետք է ամեն ինչ անի Իրանի հետ հարաբերությունները չվատթարեցնելու համար, սակայն քաղաքականությունը եւ աշխարհաքաղաքականությունը միայն ցանկություններով չէ։ Մարդիկ քո պահվածքը գնահատում են քո կատարած քայլերով։ Տեսեք, կարելի է ամեն օր գնալ Թեհրան կամ Թեհրանից փոխնախարար հրավիրել այստեղ եւ աչքառաջ փակ հանդիպան ժամանակ ասել, որ այո, մի անհանգստացեք, Հայաստանը Իրանի կողքին է, Հայաստանը երբեք թույլ չի տա, որ Հայաստանի տարածքը օգտագործվի Իրանի դեմ քայլերում, թրիփը Իրանի դեմ զրո սպառնալիք է, մենք շահագրգռված ենք Իրանի հետ ռազմավարական կապերի զարգացմամբ, եկեք ստորագրենք ռազմավարական գործընկերության փաստաթուղթ եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ իրանցիները կլսեն, բնականաբար կգնան եւ կասեն այո, մենք հայկական կողմի պաշտոնյաների շատ հաճելի խոսքեր ենք լսում։ Սակայն խոսքերը մեկ այլ բան են, քայլերը մեկ այլ բան են։ Հիմա իմ գնահատմամբ թրիփի ստեղծումը իրանցիների համար խնդրահարույց է։ Եվ նորից եմ ասում, եթե թրիփը լինի այնպես, ինչպես ենթադրվում է, այսինքն գոնե ըստ Վաշինգտոնյան հռչակագրի եւ հունվարի 13-ին ստորագրված այդ իրականացման շրջանակի, ապա ինչքան էլ մենք նույնիսկ եթե ամենօրյա ռեժիմով վարչապետը, նախագահ, ազգային ժողովի նախագահ ասի, որ ոչ, հարգելի իրանցիներ, խնդիր չկա, դուք խնդրեմ չեք տեսնում, այսինքն իրանցիները կասեն լավ, դուք այս ամեն ինչը ասում եք, բայց ամերիկացիներին բերում եք Իրանի հետ սահման, դա մեր համար արդեն խնդրեմ է, այսինքն Իրանի համար խնդրեմը նա է, որ ամերիկացիներ չլինեն Հայաստան-Իրան սահմանային հատվածում, եթե ամերիկացիներ կան, դրանից հետո նորից եմ ասում, եթե նույնիսկ օրը 24 ժամ մենք հայտարարենք իրանցիներին, որ մենք դες շատ ենք սիրում եւ ձեր դեմ ոչինչ չենք անում, չեմ կարծում, որ դա Իրանում լուրջ կընդունվի։ Պարզապես խնդիրը այն է, որ այս պահին իշխանությունների տրամաբանություն եմ ասում, այս պահին թրիփի այլընտրանք, որը որ կբերի խաղաղություն, կարծես թե չկա, ամեն դեպս նրանք այդպես են պնդում եւ Իրանի պոտենցիալը այդ խաղաղությունը, կայունությունը ապահովելու հարցականի տակ է հաշվի առնելով հատկապես Իրано-իսրայելական այդ ռազմական գործողություններից հետո։ Այսինքն մենք ինչ այլընտրանք ունենք, որպեսզի իրանցիները մեզանից չնեղանան։ Տեսեք, այս կասեի, ոչ թե չկա այլընտրանք խաղաղություն բերելու թրիփին, որտեղ ես վստահ եմ, որ թրիփը բերում է խաղաղություն, բայց մի բան հստակ է, որ թրիփը գոնե կանխում է կամ հետաձգում է Ադրբեջանի կողմից Սյունիքի օկուպացիան։ Այդ դա կարող ենք ասել, որ այո, 2025 թվականի գարնան եւ ամռան սկզբի դրությամբ, բացի թրիփից, դժվար թե կար այլընտրանք, որը կկանխեր Ադրբեջանի կողմից Սյունիքի օկուպացիան։ Իսկ գոնե մեսիջները Բաքվից հստակ գալիս էին, սկսած 25 թվականի սկզբից, որ կամ մեզ տալիս եք Միջանցք, կամ մենք Միջանցքը բացում ենք զենքի ուժով։ Հիմա այդտեղ այս բանին այլընտրանք չկար եւ ես ավելին կասեմ, Արցախի ամբողջական ոչնչացումից հետո արդեն պարզ էր, որ Ադրբեջանի Նախիջևանին կապող երթուղի Ադրբեջանի համար շատ ձեռնտու պայմաններով ստեղծվելու է։ Եթե մենք չենք ցանկանում, որ այդ երթուղին չստեղծվեր Սյունիքով անցնող, ապա կամ մենք պետք է Արցախը լիներ հայկական վերահսկողության ներքո կամ Նախիջևանը հայկական վերահսկողության ներքո։ Եթե թե Արցախը, թե Ադրբեջանը, թե
Արցախը, թե Նախիջևանը Ադրբեջանի վերահսկողության ներքո են, ապա անհնար է, որպեսզի Ադրբեջանը չունենա իր համար ձեռնտու պայմաններով կապ Նախիջևանի հետ։ Դա բոլորը հասկանում են։ Խնդիրը նա էր, թե այդ կապը եւ քանի որ այդ կապը նաեւ միջազգային նշանակություն ունի, սկսած թուրքական աշխարհ, կենտրոնական Ասիա, Եվրոպա եւ այլն, ակնհայտ էր, որ նաեւ այդ կապում պետք է ներգրաված լինի այլ որևէ խոշոր պետություն։ Վերջին 5 տարում, այսպես ասենք, այս աշխարհակահաղական թնջուկներից մեկը դա էր։ Հիմա դա պետք է լինի Ռուսաստանը, ինչը նախատեսվում էր 2020 թվականի նոյեմբերի հայտարարությամբ, թե մեկ այլ պետություն, դա կլիներ Եվրամիությունը, տվյալ պարագայում մենք եկանք Միացյալ Նահանգներով։ Հիմա այս պայն այո ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանը փաստացի համաձայնվել է, որ այո, Ադրբեջանը Նախիջևանի հետ պետք է ստանա բավականաչափ հեշտացված անցում, չասենք Բիջանցք, բավականաչափ հեշտացված անցում, եւ այդ անցումը պետք է լինի Միացյալ Նահանգների ներգրավմամբ։ Դա դիտարկելով որպես միակ տարբերակ Սյունիքի փաստացի օկուպացիան կանխելու համար։ Մյուս կողմից էլ բնականն է, բոլորս էլ հասկանում ենք, որ դա իրանցիների համար լուրջ խնդիր է ստեղծում։ Հիմա հարցը առաջանում այս թնջուկից ոնց կարելի է դուրս գալ։ Իմ պատկերացմամբ, տեսեք, հիմա մենք տեսնում ենք, որ Ռուսաստան-ԱՄՆ բանակցություններ ընթանում են տարբեր հարցերի շուրջ։ Այսինքն հիմա չկա Բայդենի վարչակազմը, որը հայտարարում էր Ռուսաստանը ավտորիտար դիկտատորական պետություն է, նա պետք է կործանվի, ռազմավարական պարտություն պետք է կրի, չգիտեմ, Պուտինը պատերազմական հանցագործ է, նրան պետք է տանել Հաագա եւ դատել։ Հիմա մենք տեսնում ենք, որ Տրամպը բավականին պրագմատիկ մոտեցում է։ Հիմա ինձ թվում է Հայաստանը պետք է փորձի օգտվել այս իրավիճակից, երբ կարծես թե կան ինչ որ գոնե զրույցի եզրեր Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև եւ փորձի ինչ որ կերպ այնպես անել, որ այս trip-ը կամ այս ճանապարհը դառնա այն հնարավոր, այսպես ասենք, տարբերակներից մեկը, որտեղ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները կարող են համագործակցել։ Որովհետեւ եթե մենք հասնենք դրան, ապա ինչ որ կերպ Ռուսաստանի ներգրավվածություն այս trip-ի մեջ կամ այս ճանապարհի մեջ Իրանին կհանգստացնի ինչ որ որոշ շապով կհանգստացնի, որովհետեւ Իրանը հստակ ասում էր, որ ես դեմ եմ Զանգեզուրի միջանցքին, բայց Զանգեզուրի միջանցքը նշանակում էր փաստացի լրիվ ազատ ելքումուտք։ Հիմա մենք տեսնում ենք, որ trip-ը ենթադրում է իրականացված հեշտացված ելքումուտք, բայց ոչ լրիվ ազատ։ Այսինքն ես սա կկոչեի շատ կոպիտ ասած կիսամիջանցք։ Հիմա, այսինքն Իրանը ինչ որտեղ կարող է հանգստանալ, որ լավ գոնե կիսամիջանցք է ստեղծվում, բայց անհանգստանում է, որ կիսամիջանցք ամերիկացիների ներգրավմամբ։ Հիմա եթե հնարավոր լինի ստեղծել կիսամիջանցք, որտեղ նաև ինչ որ կերպ Ռուսաստանը ներգրավված կլինի, ապա մենք կարող ենք ունենալ մի իրավիճակ, երբ բոլորը քիչ թե շատ գոհ են, իսկ Հայաստանն էլ գոհ է այնքանով, որ գոնե Սյունիքը օկուպացված չի։ Պարոն Պողոսյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր քաղաքագետ Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենյամին Պողոսյանը։ Կհանդիպենք։